Շնորհակալություն, պարոն Փաշինյան, օրեր առաջ ազգային ժողովում դուք հայտարարեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգի միանալու մասին։ Դիտարկումներ եղան, որոշ տեսակետների համաձայն դա կարևոր է համակարգի ճկունության եւ կայունության համար։ Մյուս կողմից նշվում է, որ առևտրային տեսանկյունից ձեռնտու չէ, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն էներգետիկ ավելցուկ, բայց կարևորվում է միջազգային երթուղիների տարածաշրջանով անցնող էներգետիկ երթուղիներին Հայաստանի միացումը։ Խնդրեմ նշեք, թե որն է Հայաստանի կառավարության տեսլականը, ինչ ակնկալիքներ ունենք այդ քայլից։ Գիտեք, Ադրբեջանը ունի ավելցուկ, Հայաստանը ունի ավելցուկ, դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու եւ ինչու՞ է այստեղ շահագրգռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ինչու՞ կարող է լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաև Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու։ Տեսեք, մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին եւ Իրանին, եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման եւ տարածաշրջանի հնարավորություններն է մեծացնելու, որպեսզի մենք միասնական արտահանում իրականացնենք դեպի այն շուկաներ դրա անհրաժեշտության դեպքում, բայց կարող է նաև դրա անհրաժեշտությունը չլինել, որովհետեւ տեսեք, եթե ցանցը միացվում է, ուրիշ բան եկեք չպատկերացնենք, ենթադրենք ցանցը միացվեց եւ այդ իմ ասած մոդելները չգործեցին, բայց առնվազն տրանզիտի համար Հայաստանի Հանրապետությունը եկամուտներ է չէ ստանալու, այսինքն բնականաբար այդտեղ մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ միայն պետական եկամուտները մասնավոր ընկերությունների համար հնարավորություններ ստեղծվելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում, որ TRIP-ի շրջանակներում նաեւ էներգետիկ նախագծեր են ենթադրվում, այդտեղ ոչ մի սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար չի կարող, որևէ մեկը չի կարող նկարագրել սպառնալիք, որ դա կարող է առաջանալ դրա արդյունքում, ընդհակառակը նոր հնարավորություններ եւ եկամուտներ, եթե մենք չենք ուզում Ադրբեջանի ցանցերից օգտվել արտահանման համար, ուրեմն առնվազն իրենք մեր տարածքով էլեկտրաէներգիա արտահանելու կամ ներմուծելու համար տրանզիտային այդ վճարներով, ինչպես TRIP-ի շրջանակով նախատեսված է, մենք եկամուտներ կստանանք։ Դե աշխատում ենք արդեն, գործնական ճիշտն ասած աշխատանք գնում է, բայց երբ որ կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն, այդ մասին կհայտարարվի։ Նկատի ունեմ, քանի չի հայտարարվել, կա քաղաքական ըմբռնում եւ մենք էլ վերլուծել ենք, ենթադրում եմ Ադրբեջանն էլ վերլուծել է, փոխադարձաբար մենք փորձագիտական մակարդակով է սպառնալիք չենք տեսնում այդտեղ, ընդհակառակը տեսնում ենք հնարավորություններ մանավանդ որպես խաղաղության ամրապնդման միջոց։ Գիտեք, շատ խոսվում է անվտանգային երաշխիքների մասին, էլի ես երեք պաշտպանության նախարարությունում անդրադարձ ունեցել եմ մի փոքր այդ թեմային, չգիտեմ ինչքանով եք հասցրել հետևել, բայց գիտեք, անվտանգության երաշխավորության մասին մեր պատկերացումները մենք պետք է թարմացնենք, որովհետև այն պատկերացումները, որոնցով մեզանում հիմնականում առաջնորդվում են, այդ պատկերացումները արդեն մի անգամ իր բանը անարդյունավետությունը ցույց է տվել 2022, 2021, 2020, 2023 թվականներին։ Անվտանգության երաշխիքը հենց ես երեք պաշտպանության նախարարությունում նշեցի, այդ թվում փոխկապվածությունն է, երբ որ Հայաստանում դեպի միջազգային շուկաներ ապրանքներ հոսեն, եւ այդ ապրանքների հոսքը մի տեսակարար կշիռ ձեռք բերի, դա ամենամեծ երաշխիքն է անվտանգության, որովհետև այդ թվում խոշոր տերությունները եւ խոշոր շուկաները լրացուցիչ շահագրգռվածություն կցուցաբերեն, որ այդ հաղորդակցության ուղիները անվտանգ կայուն հանդարտ պայմաններում գործեն։ Դրանից ավելի մեծ անվտանգային երաշխիք չի կարող լինել, եւ դա հավաստիացնում եմ ամենահուսալի անվտանգության երաշխիքն է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար